Առաջին անգամ Հայաստանում Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում իրականացվել է գալիում 68 PSMA հետազոտություն, որը հիմնված է գալիում 68 ռադիոակտիվ իզոտոպի կիրառման վրա։ Հետազոտությունը ժամանակակից մոլեկուլային ախտորոշման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է հատկապես շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման եւ գնահատման համար։ Իզոտոպը կապվում է շագանակագեղձի քաղցկեղային բջիջների մակերեսին գերարտահայտված սպիտակուցին, այսպես կոչված պրոստատ սպეციფიկ մեմբրանային անտիգենին։ Արդյունքում պետհետազոտության ժամանակ ուռուցքային բջիջները լուսարձակում են, ինչը հնարավորություն է տալիս տեսնել քաղցկեղային բոլոր օջախները։ Նոր մեթոդը ներդնելու գործում հայ մասնագետներին օգնում են օտարերկրյա գործընկերները։ Այսօր մենք առաջին անգամ Հայաստանում արտադրեցինք գալիում PSMA։ Կարծում եմ, սա ևս մեկ քայլ առաջ է Հայաստանի առողջապահական համակարգի համար։ Հուսով եմ, այն զգալիորեն կօգնի բուժառուներին։ Այս մեթոդը հաճախ է կիրառվում Ավստրիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ Մեթոդի ներդրման դժվարությունն այն է, որ գալիումի ռադիոնուկլիդն ունի կարճ 68 րոպե կիսատրոհման պարբերականություն եւ բժշկական կենտրոնը պետք է այն արտադրի տեղում, որպեսզի հասցնի կարճ ժամանակում կատարել հետազոտությունը։ Այդ նպատակով Էրեբունի ճառագայթային թերապիայի կենտրոնը ձեռք է բերել բելգիական արտադրության հատուկ գեներատոր, ինչպես նաեւ մի շարք այլ սարքեր ստացված ռադիոպրեպարատի որակը վերահսկելու համար։ Առաջի փուլով գեներատորից դուրս ենք բերում գալիում 68 նյութը, պրոցեսը կոչվում է էլուացիա գալիում 68-ի, որից հետո խառնում ենք իրեն PSMA գիտերը եւ դա արդեն պատրաստի ռադիոֆարմ պրեպարատն է, որը պետք է ներարկվի պացիենտին։ Սինթեզից հետո երկրորդ փուլով իրականացնում ենք որակի վերահսկում, այսինքն պետք է համոզվենք, որ ռադիոֆարմ պրեպարատը, որը որ ստացել ենք, համապատասխանում է չափորի շիշներին։ Այս մեթոդով պետկատեն կիրառվում է շագանակագեղձի քաղցկեղի ոչ միայն ախտորոշման, այլև փուլավորման ժամանակ, ինչպես նաև թերապիայից հետո բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Ներարկումից հետո պացիենտը որոշ ժամանակ մնում է առանձին սենյակում, բուն սկանավորումը տևում է մոտ 20 րոպե։ Էրեբունի բժշկական կենտրոնի միջուկային բժշկության կենտրոնի ղեկավարը պարզաբանում է, թե որքանով է գալիում 68 PSMA միացությունն անվտանգ։ В этом случае радиоактивное облучение пациента. Այս դեպքում պացիենտի վրա ճառագայթային ազդեցությունը նվազագույնն է։ Խորհուրդ է տրվում այդ օրը փոքր-ինչ շատ ջուր խմել եւ ըստ էության նա չի ունենում որևէ բարդություն կամ կողմնակի ազդեցություն։ Պացիենտը լիովին անվտանգ է շրջապատի եւ ընտանիքի անդամների համար եւ հանգիստ կարող է լինել իր ընտանիքի հետ։ Находиться в кругу семьи. Ըստ Շենգելիա դե Լանգեի, այս մեթոդը, որն այժմ համարվում է ոսկե ստանդարտ, առաջին անգամ է կիրառվում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Սա Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա նորարարական բուժում ստանալ հայրենիքում, իսկ բժշկական կենտրոնին պացիենտներ ընդունել հարևան Վրաստանից եւ այլ երկրներից։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի այս լայնածավալ արտիականացումը ռազմավարական քայլ է, ուղղված Հայաստանում ուռուցքաբանական ախտորոշման, բուժման մակարդակի բարձրացմանը եւ միջազգային առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը։